Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների երկրորդ փուլին, որտեղ կքննարկվեն կարգավորման վերաբերյալ հուշագրերը։ Նա նշել է, որ կողմերը դեռ պետք է համաձայնության գան հանդիպման վայրի ու ժամանակի հարցում։ Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխանցել Ուկրաինային զոհվածների ևս 3000 մարմին։ Խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին, Պուտինը նշել է, որ ամերիկյան բիզնեսը պատրաստ է վերադառնալ ռուսաստանյան շուկա եւ հնարավոր է հանդիպում տեղի ունենա Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքով Թրամփը քաջ մարդ է եւ անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները։ Ուկրաինայի ուժային կառույցները հարվածներ են հասցրել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Մարինովկա օդանավակայանին ոչնչացնելով 234 կործանիչ ռմբակոծիչ եւ վնասելով ևս 2-ը։ Հարձակումը իրականացվել է հեռահար անօդաչու սարքերի միջոցով։ Ուկրաինայի աղբյուրների հաղորդմամբ հրդեհ է բռնկվել օդանավակայանի տեխնիկական հատվածում, որտեղ իրականացվում են ինքնաթիռների սպասարկման եւ վերանորոգման աշխատանքները։ Գլխավոր շտաբի տեղեկացմամբ Սու-34-երը հիմնականում կիրառվում են ուկրաինական դիրքերի եւ բնակավայրերի վրա հրթիռառումբային հարվածներ հասցնելու համար։ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի ընթացքում Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում դիմելով հավաքին հերավար մասնակցող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին հայտարարել է, որ Իրանը միայնակ չէ, իսկ Իրանի նախագահն իր խոսքում նշել է, որ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակումը ծանր հարվածներ էր միջուկային զենքերի չտարածման միջազգային մեխանիզմներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկ սահմանելու որոշումը բացահայտ հարձակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ։ Թրամփը հավելել է, որ Կանադան տարիներ շարունակ մինչև 400% մաքսատուրք է գանձել ամերիկյան կաթնամթերքի վրա։ Նրա խոսքով առևտրային բանակցությունները դադարեցվում են անմիջապես, իսկ Կանադային առաջիկա 7 օրերում կտեղեկացվի կիրառվելիք նոր սակագների մասին։ Կանադայի կառավարությունն արձագանքել է, որ կշարունակի բանակցել պաշտպանելով երկրի աշխատողներին եւ բիզնեսը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կդիտարկի Իրանի միջուկային օբյեկտների կրկնակի ռմբակոծության հնարավորությունը, եթե Թեհրանը ուրանի հարստացումը հասցնի տագնապելի մակարդակի։ Նա նշել է, որ նման գործողություն իրականացնելու համար որևէ խնդիր չկա եւ հավելել է, որ կցանկանար տեսնել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցը ռմբակոծված օբյեկտներ։ Թրամփը պնդել է, որ դրանք ոչնչացվել են եւ Իրանը հյուծված է։ Նրա խոսքով Թեհրանը դեռ ցանկանում է հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկելու հետագա քայլերը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նպատակ ունի արագ ավարտել Գազայում ընթացող ռազմական գործողությունները արաբական մի շարք երկրների հետ հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշակած կարգավորման պլանի համաձայն Գազայի կառավարումը Համասից պետք է անցնի Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ այլ արաբական պետությունների կարգավորված վարչակազմերին։ Պլանը նաև նախատեսում է 2023 թվականի գերեվարված իսրայելցի պատանդների ազատ արձակում եւ ցանկացող պաղեստինցիների Գազայից դուրսբերման հնարավորություն։ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ առաջնորդներին առաջարկել է նախաձեռնություն Ասիայի երկրների հետ կառուցվածքային առևտրային գործակցություն ձևավորելու համար, որը կարող է դառնալ առևտրի համաշխարհային կազմակերպության այլընտրանքը, հայտնում է Եվրանյուզը։ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում քննարկվել է նաև ԱՀԿ-ի ինստիտուցիոնալ վերանայման հարցը։